թեմայից եմ խոսելու ու շատ կարևոր թեմա է, ես մտածում եմ ու ուզում եմ ասեմ, կարելի է մի քիչ իմ մտքերից, տեսիլքներից կիսվեմ։ Ընդհանրապես ոչ թե մեր եկեղեցու մասին է խոսքը, այլ Աստծո եկեղեցու մասին է խոսքը։ Աստծո եկեղեցին ինքը Աստծուց ծնված կառույց է։ Ինքը հորինված չի, ինչպես շատերը ասում են, գիտես, դες կակեբենա հորին է, այս կրոնը, որպեսզի մարդկանց կարողանա կառավարի, ղեկավարի, հովիվները կակեբեի աշխատողներ են, որտեղ իրանք միշտ ինչ-որ առաջադրանքներ են ստանում ու հեշտ է կառավարել Աստծո անունից Աստծո ժողովրդին։ Առաջներ ասում էին կրոնը ինքը օպիում է, նարկոտիկ է ժողովրդի համար, որ ոնց ուզենաս կդմբրացնես, ոնց ուզենաս կազդես իրա վրա, չէ՞, դմբրած մարդուն, թմրած մարդուն, բայց Աստծո եկեղեցին ծնված է Աստծուց։ Ամեն։ Ինչպես Ադամի կողքից ծնվեց, առաջացավ կինը, այդպես էլ Հիսուսի կողից առաջացավ եկեղեցին։ Ու մենք տեսնում ենք, որ Հիսուսը ծնելով եկեղեցին ամեն բան տվեց եկեղեցուն։ Իրան տվեց ու իշխանություն եւ ամեն բան։ Ու եկեղեցին դա կառույց է, երկնքի ներկայացուցիչը երկրի վրա։ Մենք ասում ենք Աստված, ինչ ենք պատկերացնում ասելով Աստված, մենք ասում ենք երկինք, ինչ ենք պատկերացնում երկինք ասելով, հասկանում եք։ Նույնը մենք պետք է պատկերացնենք եկեղեցի ասելով, որ ինչպես որ զորավոր Աստված, զորավոր պետք է լինի եկեղեցին, ինչպես որ հռչակված է ու բարձր է Աստծո անունը, այդպես պետք է բարձր լինի ու հռչակված եկեղեցու անունը, ինչպես որ փառահեղ է մեր Տեր Աստված, այդպես փառահեղ պետք է լինի Տիրոջ եկեղեցին, ինչպես որ զորավոր է իմաստությունը, լցված է կրակով, զորությունով, օծությունով մեր Տեր Աստված, այդպեսին պետք է լինի եկեղեցին։ Ու շրջվի հիմա կողքինիդ ասա, գիտես, էդ իմ մասին է։ Աստծո եկեղեցին, Աստծո խոսք ասում է, այն ինչ որ Աստծուց է ծնված, լսեք, շատ լավ է որ քո մասին է։ Այն ամենը, ինչ որ ծնված է Աստծուց, հաղթում է աշխարհը։ Ես առաջ ընկնելով ասեցի, եւ ինչն է հաղթում։ Աստծո խոսքը ասում է մեր հավատքը, ինչ հավատք, որ հավատքը, որ հավատքի մասին է խոսքը թանկագիններ, այն հավատքը, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի վրա, այն հավատքը, որ բխում է Աստծո խոսքից, ոչ թե որ ես հավատում եմ Աստված կա, այսօր շատ միլիարդավոր մարդիկ են հավատում, որ Աստված կա, բայց իրանց հավատքը չի հաղթում։ Հաղթում է այն հավատքը, որ հիմնված է Աստծո խոսքի վրա, որ Քրիստոսն է Տերը, օծվածը, որ Քրիստոսն է մահացել, խաչվել, մահացել, բայց հարություն առել ու տվել այդ հարության զորությունը ինձ ու քեզ։ Այդ հավատքն է հաղթում։ Այդ հավատքն է, որ ինձ ու քեզ զորացնում է, այսօր զորության մասին էր երգերը։ Ու ես զորության մասին էլ խոսելու եմ։ Եվ անվանել եմ այսպես. վեր կաց, առաջ գնա։ Բայց այսպես չէ, դե վեր կաց, առաջ գնա էլի, վեր կաց, առաջ գնա, այսպես է իմ վերնագիրը, վեր կաց, չի կճվաս, որ արթնանան քնազները, վեր կաց, ու առաջ գնա, ու այսօրվա խոսքը ստապության խոսք է եկեղեցուն, բոլորիս, ասա ինձ, եկեք գնանք առակաց գիրք։ Ես այսօր խոսալու եմ ճշմարտություններ մեր ականջին ու վերջում մենք ինչ են ասում, իտոգի ենք բերելու, այսինքն ընդհանրացնելու ենք, ընդհանուր հայտարարի ենք գալու։ Առակաց 24-ի 10-ում գրված է այսպիսի մի բան. եթե նեղության օրը թուլացար, ուժդ նեղ կլինի, ուժդ ուղղակի քիչ է։ Ինչ է նեղության օրը, թանկագիններս։ Ինչ է նեղության օրը։ Դժվարություններ, խնդիրներ, ճնշումներ, հարցակումներ, ձախողումներ, սայթակումներ, հետո
Սատանայի կողմից։ Ճնշումներ, արգելքներ, որպեսզի ես ու դու առաջ չկարողանանք գնանք, որպեսզի ես ու դու Աստծո հետ չքայլենք, որպեսզի ես ու դու չհաջողվենք, չստացվի, որպեսզի մենք ընկճվենք, կոտրվենք, ջախջախվենք, փշրվենք, նեղության օր։ Ասում եմ նեղության օրը, եթե դուք չկանգնեցիր, այսինքն կանգուն չմնացիր, նշանակում է կամ ընկար, թուլացար, ընկճվեցիր, տխրեցիր, լացեցիր, կարելի է, չէ՞, լիքը հոմանիշներ ասել։ Հիասթափվեցիր, անհավատություն դրսևորեցիր, էլ ինչ ասեմ։ Ինչքան որ ասեմ, ժամանակը չի հերիքի։ Ուղղակի հարցը գիտեք ինչի մեջ է։ Ուժը տա քիչ եղել, որպեսզի դիմակայես։ Ուժը տա քիչ եղել, որպեսզի հակահարված տաս, ուժը տա քիչ եղել, որպեսզի ամուր բռնվես եւ չերերաս։ Հավասարակշռությունը չես կարողացել պահել։ Տեսել եք մարդ, ով որ հյուծված է, չէ՞, ու երբ որ ձեռքա գցում, որ վեր կենա կանգնի ու պտտվում է, իր հավասարակշռությունը չի կարող պահել։ Ինչն է խնդիրը։ Ուժ չկա մեջը։ Կարողություն չկա, որ այդ ոտքերը պահեն իրան հավասարակշռված կամ ուժ չկա այդ թևերի մեջ, որ ինչ-որ մի տեղից բռնվի ու հաստատուն մնա։ Աստծո խոսքը երբեք այդտեղ սարսափելի բան չի ասում։ Չի ասում, գիտես, եթե նեղության օրը եկավ, իսկ նեղության օրը գալիս են օրերը, ես չգիտեմ, կան լավ օրեր, կան վատ օրեր, կան անձրևոտ օրեր, կան արևոտ օրեր, կան սառնամանիք օրեր, չէ՞։ Եղել է երբևէ հանդիպել եք ծրտերի, անձրևերի, փոթորիկների, քամիների։ Եթե հանդիպել եք, ինչ ենք արել։ Ինչ ենք արել։ Հովանոց ենք վերցրել, անձրևանոց ենք վերցրել, տակ հագուստ ենք հագել, չէ՞։ Հետո պաշտպանվել ենք, տանից դուրս չենք եկել, ինչ ենք արել։ Իսկ ինչի են քրիստոնյաները, երբ որ նեղության օրը այս սենց ձևակերպեմ, գալիս է, թակում է կամ հանդիպում են, ինչի են իրանք սարսափահար եղած, ինչի են գլուխները կորցնում, ինչու են մտածում, վայ, ես ինչ եկավ մեր գլխին, ինչու են մտածում, որ սատանան, չգիտեմ, ես ինչ գերբնական ուժ առե ու եկել է հեսա մեզ կուլ տալու, ես ստեղ սենց բան չեմ տեսնում, ասում լսի ուժդ քիչ է, ստեղ երբեք այս հեղինակը Աստծո հոգով ներշնչված չի ասում, ինչպես մկների ժողովի մեջ, մեր վերջը եկել է։ Երբեք չի ասում, Աստծո ժողովուրդ, գիտեք, սա սատանայի, չգիտեմ, այն գերբնական դրսևորումներից է, որ երբևէ չի եղել, ու հիմա, կամ Հիսուսը չի գալի ասում, լսեք ժողովուրդ, եթե նեղության օրը եկավ, իմ վրա հույս չդնեք։ Հիսուսը չի գալու ասում, գիտես, եթե նեղության օրը եկավ ու դու թուլացար, ընկար եւ այլն, ճարունես, գլխիդ ճարը տես։ Հիսուսը չի ասում, ես անկարող եմ, կներես։ Ընդհանրապես մի պարզ հասարակ բան ասում, ասում, գիտես, ուղղակի ուժդ քիչ է եղել։ Ժամանակին քիչ է սնվել։ Չես մարզվել։ Ուղղակի քիչ է։ Ու չի է դատապարտում։ Ամոթով էլ չի տալիս, ուղղակի իմաստություն է տալիս ստեղ, ով է համաձայնի հետ, ուղղակի ուժդ քիչ է եղել, չէ, այս ամբողջ դժողքը իմ դեմ է դուրս եկել, կա մարդ, որ ամբողջ դժողքը երբևէ իր դեմ է դուրս եկել, հա, կա, ինչ գիտես, ամբողջ դժողքն էր, այդ ով գիտի դժողքի ողջ ուժը, որ ասում է հա, լուրջ, լավ, թեև, ենթադրենք, ամբողջ դժողքը, են չգիտեմ, անուններն է չգիտեմ, ընդից սկսած մինչև են շարքային դևիկները, որոշել են դուրս գան քո դեմ, Աստծո խոսքը ասում է, քո կարողությունից վեր, ոչ մի փորձություն Աստված թույլ չի տա, որ քո վրա գա, գոնե սա հայտնություն, որ վերցնենք, լսի, եթե ամբողջ դժողքն է իմ դեմ դուրս եկել, ուրեմն ամբողջ երկինքը իմ կողքը կանգնած է արդեն։ Ով է հավատում։ Բա որ կանգնած է երկինքը, ես ինչու եմ այս ամեն ինչի միջով անցնում։ Ինչու եմ ես այսպես, ինչու ես տեղս չեմ գտնում, խելքի չեմ գալի, հասկանում ենք բոլորս էլ։ Այո, որ լինում է,
նեղության, խավար օրեր, հարցակման օրեր, չէ՞։ Գիտես, ուժը, որ տեղին է, ինքը գիտես ինչ է անում։ Ինչ է անում։ Չի վախենում, խոչապի չի մատվում։ Ում ուժը, որ տեղին է, թեկուզ մի երկու հատ հարված է ստացել, մի քիչ sense ոնց որ աչքերի առաջ լավ չէր երևում։ Բայց հետո ինքը ֆոկուսի է բերում ամեն բան ու առաջ է գնում։ Թեև ընկել էր վեր է կենում, թեև մի քիչ փոշոտվել էր իրան թափ է տալիս, թեև մի քիչ աշխերից տեսիլքը խավարել էր, ինքը նույն տեսիլքի վրա է կանգնում։ Թեև թևերը թուլացել էր, ծնկները մի քիչ վախեցել էին, կա չէ վախ, որ sense փոխաբերական իմաստով ծնկները դողում է։ Այսօր ուզում եմ ասեմ, այս խոսքով ուզում եմ հռչակեմ, որ թուլացած թևերը բարձրանան ու դողդոջացող ծունկերը հաստատվեն ուղիղ ճանապարհներ գնալու համար։ Վեր կաց ու առաջ գնա։ Երբեմն ոմանց համար այդ ընկած վիճակը այնքան լավ է։ Ինչու՞։ Որ քեզ խղճա։ Իհարկե ոչ։ Ընկել ես, վեր կաց։ Կոտրվել ես, վեր կաց։ Ջախջախվել ես, վեր կաց։ Ինչ եմ ասում վեր կաց։ Հովիվ ջան, որ կարողանայիք վեր կնայի, կարող ես։ Հիսուսն է ասում վեր կաց։ Աստծո խոսքն է ասում վեր կաց։ Ուղղակի զորացի։ Սա է, ուրիշ բան չկա։ Բարի լուր, սատանան ինքը նույն սուտ խոսանն է, սատանան ինքը նույն խաբեբան է, սատանան երբեք չունի զորություն ավելին, քան տրված է եկեղեցուն, ոչ միտեղ չես կարդա, որ Հիսուսը ասեց, կներեք ժողովուրդ ջան, բայց այն սկզբում, երբ որ նա արուսյակն էր, երկնքում ես իրան այնքան իշխանություն էի տվել, որ հիմա ես էլ չունեմ, որ ձեզ տամ, դրա համար ինչ ասեմ, մի կերպ յոլա գնացեք, Իմիջիայլոց ասեմ, սատանային իշխանություն մարդը տվեց։ Այն իշխանությունը, որ իրան էր պատկանում, խաբվելու պատճառով։ Բայց Հիսուսը եկավ վերականգնեց ու ասեց, ողջ իշխանությունը, Մատթեոս 28-րդ գլուխ, հիմա ինձ ա տրված։ Ու չի ասում, տեսեք ինձ ա տրված, ու ոչ մեկից չեմ տա ու դրեց գրպանը։ Եթե շարունակությունը կարդացել ես, ես կասեմ դու կկարդաս հետո։ Գրվածը հետևյալը. ուրեմն գնացեք։ Ողջ իշխանությունը երկնքում երկրի վրա Հիսուսն ասում է ինձ ա տրված։ Ու եթե ինքը ասում է այո, իսկ ինքը ասում է գնացեք, չէ՞, ավետարանեք, աշակերտեք եւ այլն։ Նշանակում է ես տալիս եմ այդ ողջ իշխանությունը ձեզ։ Այդ բառերը նշանակում է գնացեք, այսինքն ես ձեզ լիազորել եմ։ Գործեք, վարվեք, քայլեք, արեք։ Դա իշխանության փոխանցում էր այդ բառերը։ Հասկանում եք, չմտածես, սատանան այնքան իշխանություն ունի, ոչ մի բան էլ չունի։ Մենք ունենք իշխանություն սատանայի վրա։ Մենք ունենք իշխանություն սատանայի վրա։ Քչերն են հավատում, եկեղեցին է լիազորված Աստծուց, քանդելու սատանայի գործերը, ինչպես որ Հիսուսը եկավ ու օրինակ ցույց տվեց։ Դու ես կանչված քո կյանքի մեջ քանդես սատանայի գործերը։ Դու ես կանչված քո կողքինի կյանքի մեջ քանդես սատանայի գործերը։ Այս աշխարհի մեջ քանդես սատանայի գործերը, որպես եկեղեցի։ Ու գրված է դժոխքի դռները, այսինքն դժոխքի ողջ իշխանավորները հին ժամանակների պատկերացման մեջ։ Ինչ? Հələ մի հատ էլ ասեք։ Եվ դժոխքի դռները չեն հանգստանա, մինչև քեզ հաղթեն։ Չեն հաղթի եկեղեցին։ Սա գիտեք ինչ է։ Սա որոշում է արդեն։ Սա կնքված է Քրիստոսի արյունով։ Սա փաստաթուղթ է իրական։ Դժոխքի դռները չեն հաղթի եկեղեցին։ Իսկ ով է եկեղեցին։ Քրիստոսի մարմինը, օծվածը,
Օծվածը հաղթելու դժոխքի դռներին, օծվածը քանդելու սատանայի գործերը։ Գնանք առաջ, Եփեսացիներ։ Ինչ լավ է, շատ ժամանակ ունենք։ 6-րդ գլուխ, 10-րդ խոսքից ես կընթերցեմ, ուշադիր լսեք։ Այսուհետ եղբայրներ։ Ինչ էր խոսում, ինչ չէր խոսում, ծրագրերից եւ այլն, ասում հիմա լսեք։ Եվ քույրեր, հա, քույրեր։ Զորացեք Տիրոջով։ Նրա զորության կարողությունով։ Հիմա եղբայրներ քույրեր։ Մի տկարացեք նեղության ժամանակ։ Հիմա եղբայրներ քույրեր, մի վախեցեք հարձակումների ժամանակ, խնդիրների ժամանակ։ Հիմա մի ձեր գլխի ճարը տեսեք, թե ոնց անենք, ինչ անենք, ինչպես էս հարցերի տակից դուրս գանք։ Ասում եմ, հիմա եղբայրներ, զորացեք։ Տիրոջով, նրա զորության կարողությունով, նրա զորությունից զորացեք, նրա միջոցով զորացեք եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կանգնել։ Հնարքները ինչ տեսակի ուզում են լինեն, ինչ բնույթի ուզում են լինեն, ինչ անուն ուզում են ունենան, հակառակ կանգնեք։ Հիսուս ասում է զորացեք։ Սիրելի զորացի ընդամենը։ Որ զորացած լինենք, նա չի մեր վրա ազդի, մենք իրա վրա կազդենք, մենք նրանից շատ չենք ազդվի, լավ սենց ասեմ, այլ նենց ազդեցություն կգործենք, որ մի որոշ ժամանակ, մի որոշ, ասի, երևի թե ես էլ իրա այդ գործ չունենամ, բայց հետո կհասկանա, որ չէ, հրամանք ստանա նորից, չեմ կարա ես իրա այդ գործ չունենամ, ես պետք է միևնույնը գնամ արգելեմ նրա ընթացքը, ես պետք է արգելեմ եկեղեցու հասունությունը, ես պետք է արգելեմ եկեղեցու իշխանությունը, ես պետք է խաբեմ, որ եկեղեցին չգնա, առաջ չգնա, չհաղթի, չվերկենա, որ ինքը իր վրա կենտրոնանա, որ ինքը իրան խղճա, որ ինքը լացի, որ ինքը մտածի ամենադժվախտը ինքն է։ Սա սատանայի ծրագիրն է։ Գնամ ամեն կողմից խաբեմ, փորձեմ, հարձակվեմ, ճնշեմ։ Պողոս առաքյալը ասում, ուղղակի զորացեք Աստծով։ Ով Աստված, ինչ ունի Աստված, ինչ է ասել Աստված։ Որովհետև մեր պատերազմը արյան ու մարմնի հետ չի, բայց արյունն ու մարմինը կհակառակվեն, մարդկանց միջոցով կհակառակվի, չգիտեմ, տարբեր, հարազատ, անծանոթ, ընդհանրապես կապ չունի, բայց ասում եմ, մեր պատերազմը ոչ թե մարմնի արյան դեմ է, մարդկանց դեմ, այլ իշխանությունների, պետությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ է, այն չար հոգիների, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ կարող լինեք հակառակ կանգնել, ստեղ էլ է գրած չարության օրը։ Ես ստեղ չեմ տեսնում խուճապ թանկագիններս։ Ես ստեղ չեմ տեսնում Պողոս առաքյալի ձեռքով գրված խուճապ, տագնապ չեմ տեսնում, ով է տեսնում ստեղ խուճապ։ Ես ստեղ իմաստություն եմ տեսնում, ես ստեղ զորություն եմ տեսնում, ես ստեղ հորդոր եմ տեսնում, հավատք եմ տեսնում, որ փոխանցում է Պողոս առաքյալը եկեղեցուն։ Եվ հակառակ կանգնեք չարության օրում, այսինքն պատերազմի կոչ է, պատերազմ է լինելու։ Եվ այդ պատերազմը չի ավարտվելու մեր կյանքում երբեք, մինչև երկինք հասնենք։ Չի ավարտվելու, բայց այդ պատերազմում որոշված է հաղթությունը մեր կողմից։ Եվ ամենը կատարելով հաստատ կանգնեք։ Սա հարցերը լուծելով ամուր կանգնես։ Ով կուզի։ Ես էլ։ Ուստի հաստատ կանգնեք։ Ձեր մեջքը ճշմարտությունով կապած։ Այ ես այսօր ճշմարտությունն եմ խոսում։ Որովհետեւ ճշմարտությունը կապի մեջ գիտ թանկագիններս։ Իշխանությունը քեզ է տրված, ոչ թե սատանային։ Եվ արդարության զրահը հագած միտքը պաշտպանող, չէ, սաղավարտներ կներեք, զրահը այդ ինչ որ
սիրտը, որ մեր արդարությունը Քրիստոսն է, որ մեր պաշտպանը Քրիստոսն է, հա, պահեք այդ զրահը, դու գործերից մենք չենք արդարանում, Աստված մեր գործերին չի նայում, կարող է սատանան մտքեր բերի, ասի դու անարժան, մեղքի մեջ երեք մեղք գործեցիր, այսօր եկել ես Հիսուսի անունն ես տալի, հա, որովհետև Հիսուսի այն արյունն էլ ինձ մաքրում է, երբ որ ես ապաշխարում եմ, այսինքն մի թող այդ զրահը հանի գցի են կողմ, հագի, հետո կարճ եմ խոսալու սրա մասին, եւ ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով, բոբիկ մի եղել, պատրաստակամ, ավետարանը խոսալու, գնալու, կապ չունի, ուր կուղարկի Աստված գնալու, չասես վայ մի քիչ բանը, ոտերս խփած է, բայց չգիտես հարմար կոշիկ չունեմ կամ ես միշտ կապած, զինվորը միշտ հագած կոշիկով, ինքը միշտ պատրաստ է հրամանի ժամանակ առաջ գնալու, իրավունք չունի հանած լինի իր կոշիկները, ամեն, ունես այդ պատրաստակամությունը, եւ ամենի վրա հագեք հավատքի վահանը, որ կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել, նետերը գալիս են, բայց վահանը, երբ որ քո ձեռքն է, այդ վահանը կոչվում է հավատքի վահան, երբ որ նետը գալիս է, ինքը անհավատության նետ է գալիս, ինքը վախի նետ է գալիս, ինքը սարսափի նետ է գալիս, դու չես հաջողվի, քո մոտ չի ստացվի, դու կկործանվես, այս հիվանդությունով է կմեռնես, երբեք էս չի լինի, երբեք սա չի լինի, Աստծո ասածը չի լինի, ու գիտես, քիչ մնա մեր ուղեղը տրաքի, ես լավ գիտեմ ինչ եմ խոսում, ուղեղը տրաքում է, ասում ես չի լինի, լրի ես ձենը, լրի, գոռում ես լրի, բայց գիտես հավատքի ինչ է ասում, երբ որ այդ հավատքը քո ձեռքն է, վահան, ինքը պաշտպանում է, իմ մոտ կստացվի, որտեվ ինձ ասել է Հիսուսը հավատարիմ է, Աստծո հոգին իմ մեջ է, Աստծո խոսքը երբեք սուտ չի եղել, Աստված սուտ չի խոսացել, ու ես հավատում եմ Աստծո խոսքին, ես չեմ հավատում իմ մարմնին, չեմ հավատում իմ գրպանին, չեմ հավատում այդ երևույթին, ես հավատում եմ Աստծո խոսքին, ու սա պատերազմ է, թանկագիններս, Հարկ Հիսուսին, ես մտածում եմ, եթե մենք հին ժամանակների մեջ լինեինք ու վահանով կռվողներ, երբեք չէիր ասի, դե մի հատը պահել եմ, հերիք, ինչ ես սենց միշտ պետք է պահեմ, որ ինձ չկպնի, այո, դե թող կպնի, պատկերացնում եք, բռնցքամարտիկը իր գլուխը չպաշտպանի, մի 5 հարված հետո, եթե կարենա 5-ը դիմակայի, ես չգիտեմ իր հետևանքները, հետագայում շատ վատը կլինեն և փրկության սաղավարտը մեր գլուխն ու մտքերն է պաշտպանում, մեր միտքն է պաշտպանում, Աստծո խոսքը ասում է նորոգեք ձեզ Աստծո խոսքով, նորոգվեք, ձեր մտածելակերպը նորոգեք, համաձայն Աստծո խոսքի, որն է ճիշտ, որը սխալ, ու այո, դա պատերազմ է, մենք իրավունք չունենք տեղ տալու այդ սխալ մտքերին, մենք իրավունք չունենք ընդունելու այդ սխալ մտքերը, երբ որ սաղավարտը դնում ես, ինքը պաշտպանված է քո մտքերը, Քրիստոսի արյունով պաշտպանիր, Քրիստոսի խոսքերով պաշտպանիր, Աստծո հոգով պաշտպանիր, եւ սա պատերազմի նորմալ դրսևորումները, եթե դու մտածում ես քրիստոնեությունը ինքը մենակ ծափ զարկելու, չգիտեմ ինչ ասեմ, հալելույա ասելա, այսի մի կողմն է, կա պայքար, չերևացող վայրն է, ես գիտեմ ստեղ ամեն մեկս ինչ-որ մի չափ գոնե, վերապրել ենք, գիտենք ինչ է պատերազմը, ինչ է պայքարը, բայց գիտես մենք պետք է ոտքի կանգնենք, զորանանք, այն սկզբից որ ասում էի, այս եկեղեցին, չեմ ասում հատուկ մերը, Աստծո եկեղեցին, պետք է ինքը կրթված զորավոր Աստծո բանակը լինի, ոչ թե մի բանակ, որտեղ որ կարգ ու կանոն չկա, մի բանակ, որտեղ զենք չկա, մի բանակ, որտեղ, չգիտեմ, տեսիլք չկա, հրաման չկա, հրամանատար չկա, տեսել եք նման բանակներ, լսել եք, ով կուզենա տեղ ծառայի, դու գիտես թշնամին հենց մուտք գործեց, բոլորը փախչելու են, միգուցե դու ես այսօր փախնողներից մեկը, թանկագինս, միգուցե արդեն փախել ես,
Ես կուզեմ, որ այս քարոզը շատ տեղ տարածվի։ Ու ձեր խմբակներում էլ խոսեք։ Ու եթե այսօր կտեսնեք ձեր խմբակից ինչ որ մեկը այսօր ներկա չի, ասա կարողա փախել ես արդեն։ Կարողա արդեն փախել ես։ Կարողա որոշել ես սողելով փախնել խրամատի միջով, չկանգնես, որ քեզ չնկատեն։ Լավ։ Եվ փրկության սաղավարտը առեք եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Իսկ հոգու սուրը, ինչով որ մենք ինչ ենք անում, հարցակվում ենք։ Ասեմ սուրը ինչ է անում։ Աջ ու ձախ կտրում է։ Ում պատայի, չէ, սատանայի, իրա լեզուն է կտրում, իրա ծրագրերն է կտրում, իսկ այդ հոգու սուրը այս Աստծո խոսքն է, այն մարգարեական խոսքերն են, որ երբևէ խոսացվել է քո կյանքի մեջ, եթե մնացել է որոշ բաներ, որ հավատում ես։ Եվ ամեն աղոթքով, աղաչանքով, աղոթք արեք ամեն ժամանակ, հոգով, եւ սրանում հսկեք, բոլոր հարատևությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար։ Հովիվ ջան, հələ իմ համար կարողանամ հետո սուրբերի համար մտածեմ։ Այդ դրա համար ասում եմ վեր կաց ու առաջ գնա։ Լուծի հարցերդ, որ վաղն էլ կարողանաս ինչ-որ մեկի համար աղոթես։ Ինչ-որ իրավիճակի համար աղոթես։ Չէ, լավ է, ես իմ հարցերը լուծեմ հերիքա։ Լավ չի, շատ քիչ է։ Սա է չարորը։ Բայց սա է պատասխանը։ Ամեն։ Ու երբ որ Հիսուս ասում է առաջ գնա, երբեմն քրիստոնյաներն ասում են թողում են որ առաջ գնամ։ Հիսուսը չասեց եթե թողեն առաջ գնա, ասեց առաջ գնա, դա հրաման էր։ Դա տեսիլք էր, դա խիզախություն էր, ոչ թե եթե ստացվի։ Գիտես, սատանան փոթորիկներ բարձրացնողն է, ալիքներ բարձրացնողն է, կործանարար խոսքեր խոսացողն է, բայց Հիսուսը պապանձեցնողն է, լռեցնողն ու խաղաղեցողն է։ Ամեն։ Բախի չի լռեցնում իմ կյանքի փոթորիկները, որովհետև այդ իշխանությունը քեզ է տվել։ Ու օրինակն էլ թողել է։ Ասեց ինչի եք վախկոտ, թուլասիրտներ, երբ որ նավակով անցնում էին։ Խոսա թող պապանձվի, խոսա թող լռի այդ փոթորիկը, խոսա թող հանդարտվի։ Համաձայն ես։ Հետո սատանան վախ բերողն է, սատանան կործանում բերողն է կամ խոսացողն է։ Ով է Հիսուսը։ Խաղաղություն ու հավատք բերողն է։ Ասում երբ որ խոսած նրանց սրտերը ամրացավ։ Գնա Հիսուսի մոտ թող խոսա։ Գնա Հիսուսի մոտ թող խոսա։ Արի Աստծո եկեղեցի, որ Աստծո հոգին խոսա, գնա քո ծածուկ սենյակը, որ Աստված խոսա։ Ու կործանումը կպտտվի, ու դու կտեսնես քո արջևի ճանապարհը, հաղթանակի ճանապարհը։ Քո ձեռքերը կուժովանան։ Հովիվ ջան, բերանս չի բացվում տեն ժամանակները խոսալու։ Տնքալու բացվում, հա։ Վախ ասելու բացվում, հա։ Այդ վախի տեղը ասա Հիսուս։ Վայի տեղը ասա Հիսուս։ Օֆի տեղը ասա Հիսուս։ Ամեն։ Ոմանք ասում են վայ մերայի տեղը ասա Հիսուս։ Կարաս ասես Հիսուս։ Կարաս ցավերի մեջ, վշտի մեջ, տառապանքի մեջ գոռաս Հիսուս։ Կարաս, գոռա։ Դա նշանակում է վեր կենալ, դա նշանակում է զորանալ, գոռա։ Եթե հավատում ես, մենք երգում էինք Հիսուս, Հիսուս, չէ՞։ Քո անունը վեր է ամեն ինչից, բայց եկեք կանչենք իր անունը։ Եկեք կանչենք։ Թանկագիններ, սատանան նույն սատանան է։ Ինքը արժանի չի ու երբեք իրան պատվի չարժանացնեք։ Մեծարելու ինչքան զորավոր է, ինչքան խորամանկ է, այնքան հսկա է, այնքան անհաղթարելի է։ Երբեք սուտ է դա։ Հիսուսին մեծարի, իր զորությունը մեծարի, Աստծո հոգուն մեծարի, իր խոսքը մեծարի, եկեղեցու հեղինակությունը մեծարի, քո քեզ տրված իշխանությունը մեծարի, որպեսզի հասկանաս, արժեքավորի, ինչ է տվել Աստված։
Ես մի քանի բան մտքեր ունեմ, պետքա կարդամ թղթից անպայման։ Գիտեք, ես անցած շաբաթ վատ առողջ էի, անգամ որ անկողնից չէի կարում վեր կենայի։ Ու գրեթե մոտ 4 օր կարելի ասել, գրեթե ոչ մի բան չէի կերել։ Ու եթե մեկը չիմանար, որ ես հիվանդ եմ, ու եթե նա լսեր, որ ես մոտ մի 4 օր հաց չեմ կերել, մի անգամից ինքը ինչ կասեր։ Կասեր, հո հիվանդ չես, չէ՞։ Ճիշտ է։ Ով տենց կմտածեր։ Ես մտածում եմ բոլորս։ Բոլորս էլ կմտածեին, կասենք, լսի, ես մարդը, որ մի 4-5 օր հաց չի կերել, կարող է հիվանդ է։ Ու բոլորս էլ ճիշտ կլինեինք։ Չէ՞, բնորոշ է, չէ՞ հիվանդ մարդկաց դա։ Բնորոշ է, չէ՞։ Ես չգիտեմ, կան հիվանդներ, ես մի օր իհարկե տեսել էի, զարմացել էի հիվանդի, որ նույնց ախորժակով, նույնց կերավ։ Ուրեմն այն կրիտիկական պահը երևի հանցել էր։ Լավ, ինչու եմ ես սա պատմում։ Բայց ես հիմա ուզում եմ մի բան խոսամ, այն մարդկանց մասին։ Դուք էլ լսեք։ Որ գիտես, ես չգիտեմ, օրերով, ամիսներով Աստծո խոսք չեն կարդում։ Որ օրերով, ամիսներով աղոթքի կյանք չունեն, ոչ թե Տեր ջան, գործերս հաջողի, Աստծո հետ փոխհարաբերություն չունեն։ Որ օրերով, ամիսներով, եթե ոչ տարիներով եկեղեցի չեն հաճախել սուրբերի ժողովի մեջ Աստծո խոսք լսելու համար։ Կան նման մարդիկ։ Գիտես նման մարդիկ։ Ու երբ որ ուզում ես ասես, լսի, դու հիվանդ ես։ Իա։ Հիվանդ եք դուք։ Հոգևոր հիվանդ եք։ Այո, ցավոտ է սա, հոգևոր հիվանդությունը։ Երբ որ մարդը ուտելու փափակ չունի, կարիք չունի, նա հիվանդ է։ Ով որ Աստծո խոսքը ձգտելու, լսելու, սուրբերի ժողովի մեջ աղոթքի կյանք այդ սովորությունը չունի, նա հիվանդ է։ Բայց թանկագիններ, գիտեք ինչ կա։ Բայց եթե նայում ես, այսօր սոցցանցերը այնքան բաներ են ցույց տալի։ Նրանց գցած պոստերը, նրանց գցած կիսումները, նրանց ճակերտների մեջ է այդ իմ համար հայտնություն, որտեղ երբեք դա իմ համար հայտնություն չի։ Հայտնությունները, ասում ես իրանից լավ հոգևոր չկա։ Ես ուզում եմ ասեմ, նման մարդիկ հիվանդ են եւ բժշկության կարիք ունեն։ Զորանալու, վերկենալու կարիք ունեն։ Համաձայնես թե չհամաձայնես, կուզես նեղացի, կուզես մի նեղացի, ընդհանրապես ինչ չի հետաքրքրում։ Ես ճշմարտությունը ասելու եմ այսօր։ Ուզում եմ ասեմ, դուք ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Անօգուտ քրիստոնյաներ եք։ Այդ քրիստոնյաներն էլ հարց է, կարելի է ասել, թե չէ։ Ձևական քրիստոնյաներ են այդ մարդիկ։ Ձևական, գիտեք ինչու ձևական, որովհետև սատանային ոչ մի վտանգ չեն ներկայացնում, որովհետև նրանք հենց իրանն են, սատանայից հաղթված, պարտված, մի ճտոց, մի շարժ, մի հրաման, նրանք ենթարկված են արդեն, նրանք հակառակվելու ուժ չունեն, կարողություն չունեն, որովհետև ժամանակին չզորացան, ժամանակին նրանք ինչ-որ բաներ փռեցին իրանց վրա, իրանց արդարացնելու համար, հովիվներին մեղադրելու համար, որ իրանք լավ չեն քարոզում, դրա համար էլ գանք ինչ անենք։ Լսեք, ուրիշ տեղ գնացեք, ընտեղ էլ հո լավ են քարոզում։ Լավ չաղոթեցին իմ համար, դրա համար ես այս տկարության մեջ եմ։ Գնացեք լավ աղոթողների մոտ։ Բայց խոսքն էլ հո ես չեմ գրել։ Բա ինչի՞ չեք կարդում, թանկագիններ, Սուրբ Հոգին էլ հո չփոխվեց։ Մտեք ծածուկ սենյակը, ինչի՞ եք մնացել նույն հիվանդության մեջ։ Ընդունես թե չընդունես, դու հիվանդ ես։ Եվ այսօր քեզ կոչ եմ անում, վեր կաց, զորացի։ Կամ միգուցե նստած ես ստեղ, թանկագինս, նստած ես, բայց անհավես, աննպատակ, անիմաստ կյանք ես վարում, քեզ չի հետաքրքրում ոչ Աստծո խոսքը, ուզում եմ հարց տամ, բախի ես եկել որ։ Մարդիկ կան, որ ամիսներով խմբակներից դուրս չեն գալիս, եկեղեցի չեն գալիս, ես այդ խմբակները փակում եմ։ Որտեվ իրանց չի էլ հետաքրքրում, գանք եկեղեցի ինչ անենք։ Խոսքս չի վերաբերում ովքեր որ հնարավորություն չունեն, այլ ովքեր որ ունեն ու չեն անում։ Ասում եմ մի բանի մասին է խոսեմ։ Հա, հանդիմանում եմ իրականում։
Իհարկե հանդիմանում եմ։ Գիտես ինչքան լավ է, որ երկու կիրակի առաջ տեսակ, չէ՞։ Փառավոր ծառայություն, մարգարեական ծառայություն, ես մի քանի անգամ լսել եմ այդ խոսքը։ Ու հովիվը ասում էր առաջ գնացեք։ Ընկածին պետք է ասել հələ վեր կաց։ Այսինքն զորացի։ Նոր հետո առաջ գնա։ Համաձայն ես, իսկ մենք պետք է առաջ գնանք։ Իսկ եթե դու առաջ չգնաս, դու հետ կմնաս, թանկագինս։ Կդառնաս ձևական քրիստոնյա, անզոր։ Հովիվ, բայց մեկ Աստված ինձ սիրում է։ Աստված քեզ սիրում է։ Դեռ դու իրան չճանաչած ես։ Բայց քո կյանքում ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։ Աստված շարունակելու է քեզ սիրել։ Բայց ինքը քեզ խոսք է տալիս, վեր կաց ու առաջ գնա։ Զորացիր Աստծո զորությունով, Աստծո կարողությունով։ Ես օրինակներ ունեմ կբերեմ։ Լավ է, չէ՞ որ մարդիկ առաջ էին գալիս։ Լավ է, չէ՞ որ մարդկանց համար խոսքեր, աղոթքեր, ոմանք զորությունով լցվեցին, ոմանք մարգարեական խոսք ստացան, ոմանք, չգիտեմ, թարմություն եկավ, ոմանց արցունքներ էր գնում աչքերից։ Եղան մարդիկ, որ մի քանի ձեռի տակով անցան, ես իրանց անվանում եմ օրհնություն տանողներ, լավ իմաստով։ Չէ՞։ Մի քանի ձեռի տակով գնացին։ Ասեցին կարող է այս մեկը լավ հոգու մեջ չի, լավ բան չասի, գնանք թող այն մեկը ասի։ Ու համոզված եմ լավ բաներ էլ լսեցիք։ Ու վերջ։ Ու վերջ։ Օրհնություն տանողներ ջան։ Եղեք իրական օրհնություն տանողներ։ Բայց երբ որ եկավ աղոթքի ծառայության օրը, մեր օրհնություն տանողները չկային։ Խիստեղ օրհնություն ումից եք տանում, Լորիս եղբորից, Արմեն եղբորից, Ավիկ եղբորից, ումից եք տանում։ Չէ որ Տիրոջից։ Բա աղոթքի ծառայությանը Տերը ստեղ ներկա չի։ Հարց։ Աղոթքի ծառայությունը Տերը ներկա չի, զորությունը ներկա չի, օծությունը ներկա չի, բա եկեք օրհնություն տարեք։ Եկեք խոսք վերցրեք, եկեք զորացեք։ Ասում է արի հաղթի, հələ մի հատ էլ ուրիշին օգնի։ Օրհնություն տանողներ ջան։ Եվ ովքեր որ մարգարեական կան մարդիկ, որ այդ օրը Աստված իրանց խոսք տվեց մարգարեական։ Ինչ եք անում, որ այդ մարգարեական խոսքերի հետ։ Նստած սպասում եք, թե երբ պետք է կատարվի, հա? Թե գնում եք դռները ջարդելու, սատանային վռնդելու, ասելու սա Տիրոջ խոսքն է եւ սա կատարվելու է։ Ես իմ ձեռքերը զորացնելու եմ, ոտքերս ամրացնելու եմ, որպեսզի քայլեմ այս ճանապարհների մեջ։ Տիմոթեոսին Պողոսը ասենց բան է գրում։ Առաջի Տիմոթեոս 1:18-ում այս պատվիրանքը ավանդում եմ քեզ Տիմոթեոս որդյակ, առաջուց քեզ վրա եղած մարգարեությունների պես, որ նրանցով պատերազմես բարի պատերազմը, ովքեր որ մարգարեական խոսքեր ստացել են, պատերազմում եք, չէ որ դրա դեմ պատերազմ է գալու, որ դու չհավատաս, որ իրավիճակին դու ուրիշ իրավիճակի հավատաս ու ասես սա չի լինի, սա չի կատարվի, ինչի, որտեվ ոչ մի բան չի նպաստում սրան, բայց ինչ ես դու անում։ Հավատք, երբ որ խոսքը գալիս է, հավատք է բերում, բայց այդ հավատքն էլ մեզ ուր է տանում։ Տանում Աստծո սենյակները ծնկի գալու ու թակելու դռները եւ ասելու սատանային ոչ, լինելու է այնպես ինչպես Աստծո խոսքն է ասել։ Իհարկե առաջինը մի հատ ստեղ պարզություն բերելու, նոր հետո հոգեվոր աշխարհում խոսալու։ Եթե մենք չենք հավատում, որ սա իրականանալու է, սատանային ինչ պետք է ասենք։ Եթե դու, ես միայն ուրիշների աղոթքների միջոցով ենք ուզում զորանանք, իսկ ես հավատում եմ, որ այո, աղոթքները զորություն ունեն։ Ձեռնադրության միջոցով շատ բաներ կարող է փոխանցվել, ես հավատում եմ, որ կարող են եւ բժշկվել, եւ զորություն ստանալ, եւ խոսքը։ Բայց եթե միայն սրա վրա է կենտրոնացված մեր հավատքը, մենք ձևական քրիստոնյաներ ենք ու հեռու չենք գնա։ Ստեղ Լորիս եղբայրներին չի ասում զորացած եկեք, այլ բոլորիս ասում զորացեք։ Զորացեք։ Ամեն։ Ես ուզում եմ, ու Աստված է ուզում, որ եկեղեցին դժոխքի ահուսարսափը լինի։ Որ դու դժոխքի ահուսարսափը լինես։
Այն որ ասում ենք, դե մեր նկարները կպցրած է ապասնի, ասոբի ապասնի, պրեստուտնիկ, բան, սա խիստ վտանգավոր է։ Եկեք մի հատ մենք մեր մեջ այդ հարցը տենանք, արդյոք ես վտանգավոր եմ սատանայի համար, թե չէ։ Ով որ այսօր համարում է, որ սատանան շատ վտանգավոր է իր համար, ինքը պարտված է արդեն։ Մենք չպետք է մտածենք, որ սատանան շատ վտանգավոր է մեր համար։ Մենք պետք է մտածենք, որ Աստված շատ զորավոր է մեր կողքին։ Ամեն։ Չգիտեմ։ Հիմա կարելի է կարդամ, ես ես ինչքան լավ ժամանակ ունեմ, փառք Աստծուն։ Ուզում եմ խոսեմ այն մարդկանց համար, երկու տեսակի մարդկանց համար, որոնք որ անհավես են, անտարբեր են, չնայած ասեցի, Աստծո խոսքի հանդեպ, եկեղեցու հանդեպ, չեն ուզում տեղերից շարժվել ընդհանրապես, կամ ստիպում ես էլի մեկատենում ես այն, որ ասում է, ոնց է լավ, տենց դնք էլի ընկավ նույն տեղը։ Եկեղեցու հաճախելու, եկեղեցում ինչ-որ մասնակցություն ունենալու, չէ՞։ Ուզում եմ ասեմ, դուք արդեն հանձնված մարդիկ եք։ Եթե այդ կրակը չկա, այդ ջանքը չկա, այդ եռանդը չկա, որովհետև աշխարհով եք ապրում արդեն։ Որովհետև աշխարհն է ձեզ առաջնորդում, բայց փոխարենը Սուրբ Հոգին պիտի առաջնորդեր։ Թանկագիրներ, չեմ ուզում գլուխ գովամ, փառքը Աստծուն եմ տալի։ Ես լավ գիտեմ ինչ է նշանակում ընկնել։ Իմ մաշկի վրա գիտեմ։ Խորը ընկնելն է գիտեմ ինչ է նշանակում։ Խորը փոսի մեջ ընկնելն է գիտեմ ինչ է նշանակում։ Բայց գիտեմ Աստծո շնորհքը։ Գիտեմ Սուրբ Հոգու ջանքն ու գործը, որ ինքը չի դադարում մեր կյանքերի մեջ անել, որը ես շատ անգամներ եմ վերապրել իմ կյանքի մեջ։ Ես շատ լավ գիտեմ նոր էջից սկսել ու ոչ մի անգամ։ Նոր էջից, որ ջնջում ես ամեն բան ու սկսում ես նոր էջից, ամեն բան։ Մարդիկ կան կվկայեն, ովքեր ինձ ճանաչում են վաղուց։ Բայց գիտեք ինչ, հավատում եմ, որտեվ ներգործող Աստծո Հոգին է։ Քիչ-քիչ դոզաներով, կամաց-կամաց, զորացնելով, ոտքի կանգնեցնելով, առաջ մղելով։ Ես համոզված եմ, դա Աստծո Հոգու գործն է։ Աստծո Հոգին մենակ իմ ու ինչ որ մի քանիսի կյանքում է գործում, բոլորի համար է գործում, բայց բոլորը չէ, որ այդ իրավիճակի մեջ են, բոլորը չէ, որ զորանում են, բոլորը չէ, որ կանգնում են, բոլորը չէ, որ քայլում են, բոլորը չէ։ Ինչու Տեր Աստված, ինչու ես ջոգողություն դրել, չեմ դրել, որովհետև հանձնվել են արդեն իրանց մտքերի մեջ, իրանց ծրագրերի մեջ, փոխել են իրանց տեսիլքները, փոխել են իրանց Աստծուն, վայ, դες բան մի ասա, փոխել են իրանց Աստծուն, իրանց Աստվածը, իրանց ցանկություններն ու մարմինն ու աշխարհն է։ Լավ, շարունակեմ։ Կան մարդիկ, ում համար Աստծո խոսքը դարձել է արդեն հեքիաթ։ Հեքիաթ։ Չեմ վախենում այս բառը ասեմ։ Գիտես խի, որտեվ չեն հավատում Աստծո խոսքին։ Ինչով ես համոզված, որ չեն հավատում, որտեվ ջանք չեն անում, որտեվ չեն կանգնում խոսքի վրա։ Թեկուզ մարդ կա, որ ընկած ու կոտրված է, բայց ինքը, չէ, ինչ են ասում, սողալ գիտի։ Թեկուզ ոտքերը կոտրված է, բայց ինքը սողալ գիտի, եթե ինքը Աստծո խոսքին հավատում է։ Բայց շատերի համար Աստծո խոսքը հեքիաթ է դառել։ Հեքիաթ։ Տես քո համար չդառնա հանկարծ։ Ես շատ լուրջ եմ այսօր խոսում, շատ։ Աստծո խոսքին հավատացողը տեսիլք ունի, որը որ ձգտում է ավելացնում իր մեջ։ Գիտես ում շուրթերին, որ միայն Հիսուս անունը կա, բայց ոչ սրտում, նա պարտված քրիստոնյա է, կամ էլ այդ ճանապարհի մեջ է։ Ես sense տխուր սմայլիկ եմ նկարել այս բառերից հետո։ Ովքեր այդպես էլ երբեք իրենց սրտերը չբացեցին Քրիստոսի առաջ, ազատվելու ագահությունից, ժլատությունից, ովքեր երբեք էլ տենց մի լումա չներդրեցին Աստծո գործի համար, Աստծո եկեղեցու մեջ,
Բայց Աստծո անունը իրանց շուրթերին է։ Գիտեք, դուք ձևական քրիստոնյաներ եք։ Աստված է ասում։ Մենք ձևական քրիստոնյաներ ենք, եթե այդպիսին ենք։ Երբեք չփորձեցին 10-րդ զոհաբերություն կամ ինչ-որ մեկին մի բանի մեջ օգտակար լինեն։ Հիմա ես ուզում եմ այդ մարդկանց հարց տամ. ով է ձեր սրտերի Տերը։ Շուրթերի չէ, սրտերի։ Թող լսողները պատասխանեն։ Եվ ինչ ասեմ, չսիրելու, չներելու, չվստահելու, չհնազանդվելու մասին, ինչ ասեմ, ով է այդ մարդկանց Տերը։ Հիսուսով իշխանությունը տրված գործի չդնելու երբեք, Աստծո ներկայությունը տենց էլ չփնտրելու, բայց շատ ձեռքեր փնտրելու փոխարենը, ով է այդ մարդկանց Տերը։ Դրա համար էլ ձեռքերից ձեռք են վազում այդ մարդիկ։ Բայց այն եկած զորությունը, այն եկած մարգարեությունները տենց էլ կորցնում են։ Գիտեք, Հիսուսը ասեց, որ շատ բաներ կարա լինի ձեր կյանքում։ Դևերը գնան, խնդիրները լուծվեն, իրավիճակները փոխվեն, ու ես հավատում եմ դրանց։ Դու էլ ես հավատում, չէ՞։ Բայց ասում եմ, գիտես, սատանան հանգիստ չի առնելու։ Մի օր որոշելու է, ասելու հələ գնամ մի հատ, հələ գնանք էլի, ես շատ գիտեմ, հին հասցե է։ Մի հատ գնանք, Պողոսը գնում էր եղբայրներին այցելելու, Դևն է գալիս է, ասում է գնամ իմ հին հասցեները այցելեմ։ Ասում է, եթե գա ու տկար գտնի, եթե գա դատար գտնի, եթե գա, չէ, չգտնի ոնց որ պետք է լիներ, կրկնվելու է ավելի վատը, թե մենք սրան չենք հավատում։ Աստված տալիս է, պահողը մենք ենք, թանկագիններս, ճիշտ հասկացեք, պահողը մենք ենք, պահողը դու ես, քեզ տրվածը, եւ բժշկություն լինի, եւ իշխանություն լինի, եւ օծություն լինի, եւ մարգարեական խոսք լինի, եւ հաջողություններ լինի, որտեղ սատանան պտտվելու է գալու, ես չեմ ասում վախեցի, ես ասում եմ զորացի, ամեն, բայց ուզում եմ մի հատ ուրիշ էջել կարդամ, բայց կան նաեւ մարդիկ, որ անկախ եղանակներից, քամիներից, խորը ցավերից ու վիշտերից բարձրանալ գիտեն ու փառք Աստծուն այդ մարդկանց համար, որ օրինակ են, ամեն մեկիս, դու ես այդ մարդը, զորացրա քո կողքինին, երբեք չվհատվես, կարող է իրա բերանից դու չլսես ինքը ինչերով է անցնում, կարող է դու իրանից չզգասել, թե ինքը հիմա ինչ վիճակով է անցնում, կամ անցել է, բայց կապ չունի, բոլորս ենք, այդ ճանապարհի վրա հաղթելու անցնելու։ Բայց այդ մարդկանց համար ուզում եմ ասեմ, այո, բայց իրանք գիտեն զորանալ, իրանք գիտեն Աստծո անունը կանչել, թեև կոկորդը ցավում է, բայց Հիսուս գոռալ գիտեն, թեև ձեռքերը կախ ընկած է, բայց մեկը իրանք Հիսուս գոռալ գիտեն։ Գիտես ով է իրանց Տերը։ Հիսուսն է։ Ու իրանք կզորանան, իրանք զորացել են, իրանք զորանում են։ Ես գրել եմ, թեև աղաղակ, բայց Հիսուսի անունը։ Ջանք, տեսիլք, աղոտ, քրչակումներ, ծոմեր, զոհեր, հնազանդություններ։ Սա հաղթանակի ճանապարհն է։ Աստծուն ականջ տալով առաջ են գնում։ Աստծուն վստահում են ու նվիրվում են։ Ինչքան էլ ցավոտ լինի, այդ մարդիկ աղաղակում են. Հիսուս, միևնույնն է, ես քոնն եմ ու դու ես իմ Տերը։ Այսինքն սատանա, լռիր, պապանձվիր ու չքվիր։ Ես Հիսուսինն եմ։ Փառք Աստծուն։ Հիմա ուզում եմ հարց տամ, թանկագինս, ինձ, քեզ։ Մենք ո՞ր մարդկանցից ենք։ Ուզում եմ հարց տամ, ուր է կրակը, հավատքդ, հավատարմությունդ։ Կորցրել ես, որտեղ ես կորցրել։ Ինչու ես կորցրել։ Ով խաբեց, ով կախարդեց։
Նեղություն օր, ընդամենը նեղության օր, սովորական նեղության օր։ Բայց սենց մի նեղության օր ուներ Պողոս առաքյալը։ Եթե կարդացել եք, խնդիր ուներ։ Ասում եմ, Տիրոջը աղաչեցի, ասեցի, Տեր, ինչ կլինի, թող չգա էլի այս նեղության օրը։ Սխալ աղոթք կա։ Աստված ասեց, լսի, մի տենց աղոթի։ Ես իմ շնորհքն եմ քեզ տվել, որ դու հաղթես ամեն նեղության ժամանակ։ Ու հետո Պողոս առաքյալը, այսօր մենք իրան հարցնելու ենք, Դավիթին էլ ենք հարցնելու, Հիսուսին էլ ենք հարցնելու։ Հետո ասեց, լսեք, ես ավելի սկսել եմ իմ շարունակեք միտքս, նեղություններով ուրախանալ։ Նորմալություն։ Չէ, նորմալություն։ Ինչու՞։ Որովհետև երբ որ նեղությունը, երբ որ խնդիրները, երբ որ իրավիճակը գալիս է, ասում եմ, ես զորանում եմ։ Այսինքն Տիրոջ շնորհքով, զորությամբ ես հաղթահարում եմ ու գնում եմ։ Ես չեմ նվնվում, ես չեմ լացում, ես չեմ բողոքում։ Եկել ես։ Ես գիտեմ Տիրոջ շնորհքին վրա է։ Ես զորանում եմ Տիրոջ ամենակարող զորությունով եւ հակահարված եմ տալիս։ Ու հերիք չի, իմ հետևից էլ տանում եմ։ Կար Դավիթ։ Անցած ծառայությանը մեր Արմեն եղբայրը խոսեց այդ թեմայի մասին։ Երբ որ հերիք չի, որ սուկ ու տագնապ էր, իր կյանքին էլ վտանգ էր սպառնում։ Չէ՞։ Բայց այնտեղ գրած է նեղության օր էլ դրանից նեղության օր Դավիթի համար 5 երբ պակաս իրան սպանում էին արդեն իր հարազատ հավատարիմ տարիներով իրար հետ ճանապարհ անցած մարդիկ Դավիթը չմեղադրեց իրանց գիտեք ասեց էսը հա ձեր հավատարմությունը հա ինչ է եղել որ ասում Դավիթը զորացավ իր Տեր Աստծով երևի ես առակացը կարդացել էր հա որ նեղության օրը, եթե սենց զգում ես, որ հեսա քեզ քարերով կխփեն, մի վախեցի, որ կմեռնես։ Ուղղակի զորացի Տիրոջով։ Ու ինքը զորացավ, ասում է իր Տեր Աստծով։ Զորացավ թե չզորացավ։ Ինչ եղավ, որ հաղթեց։ Հաղթեց։ Ու այսօր մեզ օրինակ է։ Հովիվ ջան, բայց դու չգիտես, ես ինչով եմ անցնում։ Չեմ էլ ուզում իմանամ։ Չէ ոչ թե քո կյանքը ինձ չի հետաքրքրում։ Այդ նեղության անունը չեմ ուզում, որովհետև ինքը ստախոս է։ Ես ուզում եմ քեզ ասեմ Տիրոջ շնորհքը քո վրա բավական է։ Իշխանությունն ու անունը, ու հրեշտակներն էլ բոնուս։ Ծառայելու, օգնելու, դուրս գալու։ Բայց ես իմ համար էլ եմ այս հարցը գրել։ Բայց ինչպես հասկանամ, կարելի է նվագեք։ Բայց ինչպես հասկանամ որ ես արդեն հաղթել եմ, ճեղքել եմ, դուրս եմ եկել, բա ոնց հասկանամ, ինչքան աղոթեմ, ինչքան հավատամ, ինչքան պայքարեմ, ասեմ, մինչև իրավիճակը չփոխվի։ Հիմա, երբ որ ես այս պատասխանը ասեցի, էլի երկու միտք, ինչքան, Այսինքն դու ինչքան ես մտածում, որ այդ երբեք չի փոխվի, չէ՞։ Բայց մարդը մտածում է, այո, որովհետև ինքը պարտավոր է, ինքը պետք է փոխվի։ Ամեն։ Իսկ մեկը մտածեց, ինչքան, մի 15 տարի էլի պետք է ճռամ։ Չեմ ուզում քո հավատքով քեզ լինի։ Ուզում եմ Աստծո հավատքով մեզ լինի։ Ամեն։ Մինչև տեսնես կատարված, իրականացված, սա է պատասխանը։ Հասանք հաջորդ։ Հիսուսին, երբ որ Գեթսեմանի պարտեզում էր, Սատանան խոսում էր, իմ երևակայությունով պատմեմ։ Ով է հիշում, որ Հիսուսը Գեթսեմանի պարտեզ գնաց։ Ինչի գնաց։ Ասեց գնանք չոլ, տղերք, չոլ գնանք ուտենք խմենք։ Ես մի հատ լավ տեղ գիտեմ։
Աղոթելու գնաց։ Ինչի՞։ Ինչու գնաց աղոթելու։ Սաստիկ վիճակ էր մոտը։ Ինքը խաչը պետքա բարձրանա, բայց սատանան եկի ասում էր լսի մի գնա խաչը։ Լսի մի գնա, շատ ցավոտ է լինելու, չես դիմանա։ Փորձի ուրիշ ճանապարհ։ Փորձի ուրիշ ճանապարհ։ Միթե Աստված քեզ չի հասկանա։ Միթե Աստված քեզ չի սիրում։ Հեչ եկել է քեզ այդ միտքը։ Եթե չի եկես, սպասի։ Որ հասկանաս ով է հեղինակը։ Այնքան ցավոտ է լինելու Հիսուս։ Ես քեզ դևեր հանել չի։ Ես քեզ բազմություն կերակրել չի։ Դու սրան հաստատ չես դիմանա։ Այնքան սաստիկ էր պատերազմը։ Այնքան ուժեղ էին կրակոցները, նետերը կրակոտ, որ ինչ որ միտեղ Հիսուսը քիչ մնար համաձայնվեր, չէ՞։ Ասես Տեր, հնարավոր չի, ուրիշ ճանապարհ չկա։ Պատկերացնում եք։ Հովիվ ջան, որ Հիսուսը սայթակեց, բա ինձնից ինչ ես ուզում։ Մի րոպե, մի շտապի։ Բայց գրված է, թեև սաստիկ էր, թեև արյուն էր, թեև պայքար էր, բայց ինչ եղավ։ Հրեշտակ։ Հրեշտակը ում գա զորացնի, եթե աղոթող չկա։ Եթե պայքարող չկա, ջանկանող չկա, հրեշտակը ում գա զորացնի։ Ում։ Հետո ինքը դուրս եկավ, հետո աշակերտներին տեսավ, ում վրա հույս էր դրելի, թե իրան պետք է օգնեին։ Այն մենք կա, չէ, խմբերում սենց աղոթքների կարիք ենք դնում, ասում ենք, ես ինչի համար, ես ինչի համար։ Ես դες վստահ չեմ, որ բոլորն էլ աղոթում են։ Չէ, հավատում եմ, որ կաղոթեն, բայց որ բոլորը կաղոթեն, հաստատ վստահ չեմ։ Խի, որտեվ Հիսուսի աշակերտներն էլ գնացին իրանց համար ծանրացել էին, քնեցին։ Բայց Հիսուսը հաղթեց, հրեշտակ եկավ զորացրեց։ Ինչ էր խոսում սատանան Հիսուսին։ Լավ, հետո Դավիթը, այդ վերցնենք օրինակը Դավիթի։ Ինչ էր խոսում սատանան Դավիթին։ Ասեց սա քո վերջն է, Դավիթ։ Քեզ հիմա կսպանեն։ Դու ձախողվեցիր ցավոք սրտի։ Քեզ էլ երբեք չի ներվի։ Եթե այսքան ժամանակ ներվել էր, այս մեկ էլ չի ներվի։ Վերջ։ Ու Դավիթը կարծես թե պարտավոր էր համաձայնվել սրա հետ։ Հատը տղերք, որ մեկս չենք սխալվում։ Ում հետ չի ստացվում։ Հո ես Աստված չեմ, չէ՞։ Բայց գիտես Դավիթը ինչ արեց։ Ասում է զորացավ իր Տեր Աստծով։ Կարելի ասել, որ Դավիթ ասեց. ոչ, թեև ես սխալվել եմ, թեև ես ձախողվել եմ, բայց ոչ, ես հավատում եմ Տեր Աստծուն, ես հավատում եմ այն Աստծուն, ով որ խոստմունք ունի իմ համար։ Ես գիտեմ այն Աստծուն, ով որ իմ սխալները ներել ու ինձ վերականգնել է, ես հավատում եմ այդ Աստծուն։ Ես չեմ հավատում, որ սա իմ վերջն է, թեև արդեն թվում է, թե վերջն է։ Ինքը պայքարում էր, ինքը Տեր Աստծով զորացավ։ Ու տեսանք, որ հաղթեց։ Աշակերտներ կային նավակի մեջ։ Երբ որ փոթորիկները, ալիքները խոսում էին եւ աշակերտներն էլ սկսեցին կրկնել իր բառերը սատանայի։ Ու սատանան ասում էր, լսի, դուք կխեղդվեք։ Դուք կխորտակվեք։ Հիսուսի ասածը չի լինի։ Դուք էլ այն ապ չեք հասնի։ Սա ձեր վերջն էր։ Ձեր ուսուցիչը կեղծ էր։ Ձեր առաջնորդը Աստծուց չէր։ Քո տեսիլքը Աստծուց չի։ Քո երազանքը Աստծուց չի, քո մարգարեությունը Աստծուց չի։ Հիմա բոլորի առաջ խայտարակ կլինես։ Հիմա այս նավակը շուռ կգա։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Խոսում էր, թե չէր խոսում։ Պողոսին ինչ էր խոսում։ Անկամ մարգարեները ինչ էին խոսում։ Մարգարեացան ճիշտը,
Հետո ասեցին մի գնա Երուսաղեմ, գնա ուրիշ ճանապարհով, դու դեռ շատ պետք ես եկեղեցուն, ույսի Աստված չէր, էսի սատանան էր, փոխի մի գնա Երուսաղեմ, որովհետև այնտեղ քեզ բանտեր, կապանքներ ա սպասվում։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Գրված է։ Ու ուզում եմ հարց տամ, իսկ ինչ է այսօր խոսում սատանան ինձ ու քեզ։ Այս չափանիշների մեջ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Սուտը։ Այսօր այո, ինձ ու քեզ էլ է խոսում սատանան, բայց հետո ուզում եմ ասեմ, իսկ ինչ ենք ես ու դու պատասխանում, թանկագիններ։ Այս շատ կարևոր արդեն։ Թե ինչ ենք, թե ինչա խոսում սատանան, այսի մի կողմ, ինքը դրանից են կողմ լավ բան չունի խոսալու։ Բայց ինչ ենք մենք պատասխանում իրան, այդ դրանից կախված է մեր հաղթանակը կամ պարտությունը։ Թող գա մեր փառաբանության թիմը, ես ուզում եմ ավարտեմ խոսքերս հետևյալ մեջբերումներով կամ հորդորներով։ Գիտես, սկսիր ամեն օր կարդալ Աստծո խոսքը։ Հստակ տեղեր գտի, դուրս գրի ու կարդա հենց քո տվյալ իրավիճակների համար։ Ու սկսի խոսալ, սկսի հավատալ, սկսի լեզուներով աղոթել, երբ որ չգիտես ինչպես աղոթես, ճիշտ աղոթես, Սուրբ Հոգու այդ պարգևը գործի դիր, սկսի աղոթել, գրված ով որ լեզուներով աղոթում, իր անձն է շինում, ինչ է շինարարություն, զորություն է, իրան զորություն է բերում, Եղի միաբան կամ համաձայնության աղոթքների մեջ, իրար հետ աղոթելու, իրար համար աղոթելու մեջ, միաբան աղոթքների մեջ, մեկս մյուսի զորացնելու համար։ Հիսուսի անունը գործի դիր հակառակվելու ամեն անունի երևույթի իրավիճակին։ Հիսուսի անունը, որից դժոխքը սարսափում է։ Փառաբանի ու գոհացի Աստծուց, դեռ չեղած, բայց եղածի պես։ Ասում է մեր հայր Աբրահամը, չնայեց իր մարմնի տկարությանը, ոչ էլ Սառայի, այլ անհույս տեղը, հույսով հավատաց։ Ինչը իրան հույս տվեց, որ հավատարիմ է խոստացողը։ Պատկերացնում եք։ Աբրահամ, ինչի չասեցիր, վերջ, չլնողը։ Բայց մի քանի էջեր առաջ տեսնում ենք, որ տենց բանել էր խոսացել։ Չկա, չի լնում, ուրա, բա էս մնաց։ Աստված ասեց բերանդ փակի։ Եթե չգիտես ինչ խոսաս, ավելի լավ է չխոսաս։ Բայց ավելի լավ է խոսասեն, ինչ որ ես եմ քեզ ասել։ Հավատարիմ համարեց խոստացողին, որ չեղած բաները եղածի պես է կանչում։ Ո՞վ է չեղած բաները եղածի պես կանչում։ Աստված։ Ուրեմն մենք էլ պետք է իրան կրկնօրինակենք։ Չեղած բաները եղածի պես կանչենք, որովհետև հավատարիմ է խոստացողը։ Սա պայքար է։ Սա ընթացք է թանկագիններս։ Սա զորանալ ու առաջ գնալը։ Հիսուսը Գեթսեմանում ջերմեռանդ աղոթքեր անում, որովհետև սա է Տիրոջ ճանապարհը, ու ես պետք է անցնեմ։ Դու լավ գիտես որն է Տիրոջ ճանապարհը քեզ համար։ Դու լավ գիտես ինչ է քեզ Տերը ասել։ Ու դու պետք է որոշում կայացնես։ Զորանաս, որպեսզի առաջ գնաս։ Ես Հիսուսի անունով եկեք ոտքի կանգնենք։ Խոսում եմ զորության հոգի։ Լավ իշի սատանային չփառավորես։ Աստծուն փառավորի։ Իր ամեն մի արածների համար։ Ու դեռ որ անելու է։
Ես խոսում եմ հավատքի հոգի մեր վրա Հիսուսի անունով։ Թող Աստծո բոլոր խոստումները կենդանություն առնեն հենց հիմա։ Թող Աստծո հոգու զորությունը գերբնական զորացնի ամեն մեկիդ։ Տեր իմ Աստված, երբ որ կգան քո առաջ, մենք համոզված ենք, Տեր, որ դու զորացնողն ես։ Երբ որ մենք, Տեր, կաղաղակենք քո անունը կկանչենք, անգամ անհույս տեղը, մենք համոզված ենք, որ հույսով լցնողը դու ես։ Երբ որ մենք կվախենանք եւ մարմինը մեր կթվա թե էլ ելք չունի, մենք այսօր հրճակում ենք եւ ասում ենք ելք տվողը դու ես։ Եթե փոթորիկները կգան ու կասեն վերջ, դու կործանված ես, մենք այսօր հավատում ու ասում ենք Տեր, որ խաղաղություն ու ապագա տվողը դու ես։ Ես աղոթում եմ Տեր, իմ քույրերի եղբայրների համար, քո եկեղեցու համար, որ քո զորությունը Տեր բնակվի հավիտյան ամեն մեկի սրտի մեջ, որ ամեն թուլացած սրտեր այսօր զորանան, ամեն դողացող շուրթեր, ծունկեր, ձեռքեր ամրանան Քրիստոսի խոսքի մեջ, ճշմարտության մեջ, որ մեր աչքերը տեսնեն են տեսիլքները, որ դու ես մեզ ցույց տվել, եւ այն ապագան, որտեղ որ պետքա քայլեն մեր ոտքերը, օրհնում եմ եկեղեցին Տեր, օրհնում ենք քո կենթանի խոսքը Տեր, որ այս եկեղեցին կանչված է առաջ գնալու եւ սատանայի գործերը քանդելու, որ այս եկեղեցին կանչված է զորավորների եկեղեցի, հաղթողների եկեղեցի, որովհետեւ քեզանից է ծնված Տեր, որտեւ եւ ամենի որ քեզանից է ծնված, հաղթում է աշխարհին, ու մենք քեզ փառք ենք տալիս Տեր, ու քանդում ենք այսօր ամեն վախի, տկարության, հիասթափության, երկմտության, սխալ տեսիլքների ազդեցությունը, ամեն մի քրոջուց եղբորից, ամեն մեկից, ով որ նայում է այս քարոզը, ով որ լսում է այս խոսքերը, մենք խոսում ենք ամեն մեկի կյանքից, թող վայր ընկնեն ստի կառույցները, թող վայր ընկնեն վախի ու անհավատության պարիսպները, Հիսուս Քրիստոսի անունով, եւ հավատքի հոգի, սիրո հոգի եւ զորության հոգի, ամեն մտքի, ամեն սրտի ու ամեն մարմնի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։